Չնայած բոլոր դժվարություններին, անվտանգության սպառնալիքներին Հայաստանը հետևողականորեն աշխատում է Հարավային Կովկասում կայուն խաղաղություն հաստատելու ուղղությամբ, այս մասին հայտարարել է արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը, այսօր ելույթ ունենալով համաշխարհային հարցերով հնդկական խորհրդում։ Մենք համոզված ենք, որ խաղաղությունն այլ ընտրանք չունի, նշել է նա։ Հայաստանի Հանրապետությունում Եվրամիության ներկայացուցչությունից լուր են հայտնում Հայաստանի ձկնարդյունաբերության ոլորտի համար 2025 թվականի մարտի 16-ից սկսած Հայաստանը պաշտոնապես իրավունք ունի սկսել բարձրորակ ջրային կուլտուրաների, թեփուկավոր ձկների եւ դրանց արտադրանքի խավիար եւ ձկնկիտ արտահանումը Եվրոպական միության երկրներ։ Անհայտ կորածների հարցով միջազգային հանձնաժողովը Երևանին եւ Բաքվին առաջարկել է անհայտ կորածների հարցով Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ԴՆԹ համեմատության անկախ մեխանիզմներ դնել։ Այս մասին նշված է անհայտ կորածների հարցերով միջազգային հանձնաժողովի Հայաստանի եւ Ադրբեջանի վերաբերյալ զեկույցներում։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործունեություն ծավալող Emerson NI ընկերության նախագահ Ռիտու Վաֆլեին։ Զրուցակիցները քննարկել են Հայաստանում ներդրումային միջավայրի բարելավմանը, բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը, համատեղ նախագծերի իրականացման հնարավորություններին, ինչպես նաև երկկողմ համագործակցության նոր հեռանկարներին վերաբերող հարցեր։ ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն X-ի իր էջում գրառում է կատարել, որտեղ նշել է, որ վերանայումներից հետո չեղարկվել են ԱՄՆ միջազգային զարգացման գործակալության ծրագրերի 83%-ը, վերջապատյա վերանայումից հետո մենք պաշտոնապես չեղարկում ենք USAID-ի ծրագրերի 83%-ը, գրել է նա։ Մադրիդի Ռեալի գլխավոր մարզիչ Կարլո Անչելոտին խոսել է այս մրցաշրջանում բրազիլիացի արձակվող Վինիսիուս Ջունիորի խաղի եւ վիճակագրական ցուցանիշների մասին։ Նրան մեծ ապագա է սպասվում, քանի որ նա այս թվերին շատ վաղ է հասել պայքարելով եւ կատարելագործվելով ամեն մրցաշրջանում, նշում է Անչելոտին։